Ես բոլորովին դրական չեմ համարում առաջին, որ այստեղ այսօր զորահանդես է, զորահանդեսից առաջ նախ եւ առաջ երկրի ղեկավարությունը պետք է լիներ այստեղ, որովհետեւ սա մեր անկախության օրն է եւ անկախության օրը շատ ավելի կարեւոր է քան ինչ-որ զորահանդես, առավել եւս ես ճիշտ է ռազմական մասնագետ չեմ, բայց քիչ թե շատ առնչվում եմ ռազմական տեխնիկայի, ինչ էր ցուցադրվում, ես ճանապարհին գալիս եի եւ նայում էի, ուղղակի գիտեք ինչ կա, դա մի նոր շոու է, ժողովրդի աչքին ցույց տալու, որ տեսեք մենք ինչ զենքեր ունենք, այդ զենքերով այս պայմաններում դու Ադրբեջանի դեմ չես կարող, որովհետև եթե դրա կողքին ցույց տային, թե Ադրբեջանը ինչ զենքեր է առել եւ քանի ինչ պայմաններում ինքը քեզ ուղակի կուլ կտա, երբ որ այս պայմաններում Ադրբեջանը այս տարվա կտրվածքով շուրջ 30%-ով ավելացրել է իր ռազմական բյուջեն, հասցնելով կարծեմ 2.5 միլիարդի, իսկ մերոնք այսպես ռազմական բյուջեն 15%-ով կրճատում են։ Երբ որ ես վերջերս հարցազրույցի ժամանակ այդպես մի բան ասեցի, օրինակ ես կընդունեի Փաշինյանին, եթե հենց այսօր ինքը դուրս գար եւ ժողովուրդն էլ կընդուներ։ Երբ որ դուրս գար ասեր ժողովուրդ ջան, ես ոչ թոշակներն եմ բարձրացնելու, ոչ աշխատավարձերը, ոչ ասֆալտ եմ արելու, ոչ ման չեմ անելու։ Ես ռազմարտունաբերությունն եմ հզորացնելու, որպեսզի 1-2 տարի հետո մենք կարողանանք իսկապես մեր հարևան մեծ չկամներին, ինչպես պետք է տեղը դնենք։